Տիկին Արմիկ, եթե հնարավոր լիներ ժամանակը մի 20 տարով ետ տալ, դուք ինչ-որ բան կփոխեիք ձեր կյանքում։ Երևի քիչ բան։ Իմ անձնականը ավելի կկարևորեի, որ շատ չտուժեր։ Ինչ իմաստով։ Ամենատարբեր։ Դուք շատ սիրուն կին եք, ես ձեզ ասացի, չէ՞ դուք սրտակեր եք եղել երևի, կամ կաք։ Դրա համար աշխատել եմ քիչ շփվեմ, որ սրտեր չուտեք, խնայել եք։ Ամեն դեպքում ինչ որ բան կփոխեի, իհարկե, բայց ինչ լինի, մարդ նույնն է մնում, շատ քիչ բան կփոխեի, իհարկե։ Ավելի ինձանով կզբաղվեի, ինձանից ինչ-որ մի բան կներկայացնեի։ Ինչ եմ արել, ոչինչ։ Համեմատած, ուրիշների ասենք, կարող ես բան արել եմ, հասել եմ, սա արել եմ։ Իմ համար համայրա ոչինչ չեմ արել։ Համայրա ոչինչ։ Մենակ դա կփոխեի։ Հրաշալի է։ Դե այսօրվանից կարող եք սկսել, երբեք ուշ չէ սկսել։ Այսօր չէ, արդեն պլանավորված բաներ ունեմ, չեմ կարող։ Վաղվանից, այսօր ուշ է, չէ։ Արդեն ուշ է։ Եվ դա այնքան ճիշտ արտահայտություն է, եթե դու արդեն հոգով, քո հոգին էլ այսպես ընթացքի մեջ է, չէ, եթե դա չի լինում, եղել է ժամանակ շատ եմ տրտմել հատկապես հոգևոր հավատայթյալ կոչված միջավայրից, շատ հուզվել եմ եւ այլն, հետո մտածում եմ, Աստված ջան, բա ինչու իմ սուրբ հոգին տրտմեցրի, ինչի չար ուրախացավ։ Եվ վերջապես որպես քրիստոնյա Քրիստոսին թողեցին, լքեցին, գնաց մենակ, ես ով եմ որ։ Տենց մխիթարվում ուրախ Հիսուսի ներկայությամբ գնում եմ։ Էդ է երևի իմ ապրելաձևը չէ։ Իսկ երաժշտությունը եւ պարը ձեր կյանքում։ Եթե նկարչական չգնայի, հաստատ երաժշտությունը իմ էությունն է։ Երևի Աստված չի թողի, որ ես չվերանամ, չթրջեմ, մի փոքր աշխարհի մեջ մնամ։ Շատ իմ համար երաժշտությունը նկարչում եւ երաժշտությունը մի քիչ ավելի էլ է զորությամբ, ավելի շատ տեղ է գրավում։ Հատկապես ինչ տեսակ երաժշտություն եք սիրում։ Ամենատարբեր, լսել։ Ամենատարբեր, ռոք, բլյուզ։ Միայն մի փոքր կաղում եմ, ես ռաբիս չեմ լսել մեր ընտանիքում, ծնողներ հայրս, մենք չենք լսել, ես այդպես սովոր չեմ, բայց լինում է հարսանիք ուրախությանը, երաժշտություն է, անկախ քեզանից ասած, եղբորս թորներ ասում է, Արմիկ հորկուրը հենց երաժշտություն տեսնում է, ձեռքերը բարձրացնում է, այսինքն տրամադրության հետ կապված է միգուցե, այդպես, բայց բարձր որակի երաժշտություն եմ, պիտի բարձր որակի լինի, միջին ցածր երաժշտություն այդպես հետաքրքիր չէ։ Դասական լսում եք, ռոքից ինչ եք սիրում։ Դասական, անգամ շատ ժամանակ սիմֆոնիկ երաժշտություն հրավերք ենք ունենում հաճախ, իսկ նախկինում անպայման պապկան մոտս պիտի լիներ, պիտի նկարեի։ Երբ որ երաժշտություն եմ լսում հոգևոր, հատկապես սիմֆոնիկ, անպայման պիտի ինչ-որ մի բան ստեղծվի անկախ ինձանից, այդ աշճանին վրա ազդում էի սիմֆոնիան եւ ընդհանրապես բալետ, օպերա, ով չի սիրի։ Իսկ ռոքից։ Ռոքել եմ սիրում, ավելի շատ բլյուզ այդ կարգի։ Տիկին Արմիկ, շնորհակալ եմ ուրախ զրույցի համար, բտորելու տեղիք տվեց որոշ մտքեր, որ այո, հոգին սնելն է կարևոր, ինչպես փայփայելը, ինչպես մարմինը։ Իհարկե, թող ավելորդ չհամարեն իրենց տարեցները, աշխատեն ճիշտ ապրել, որ ավելորդ չլինեն։ Եվ իրենց հոգին, իրենք ուրախ լինեն, այդ ջերմությունը, ուրախությունը պիտի փոխանցեր, չէ, որ դիմացին էլ լավ զգա։ Աշխատեք ավելորդ եւ տհաճ չլինել շրջապատին։ Շնորհակալություն նոր մոտեցումներ։ Տիկին Արմիկ, տարիքը չասացիք։ Ախ, չարաբախտ, այդ հարցը, վաշն բլյուզ։ Հրաշալի է։ Ինչ մենք հանդիպել ենք, ձեր հեռախոսը չի դադարում զանգելուց, ձեզ զանգահարում են, դուք պետքական մարդ եք, ձեր օր ինչպես է անցնում։ Շատ տարբեր, շատ զբաղվածություն, այստեղ ես չեմ դժգոհում, ինչ անում եմ, շատ հաճույքով եմ անում, հասցնում եմ, այսպես հոգին երևի, Աստված հասցնում է ամեն ինչ, ուղղակի այստեղ տղաս է շատ տուժում։ Ըմբոստանում է։ Մեկ դեղին քարտ,
Արդեն հասել է կարմիր քարտ ցույց տալ։ Միայն ինքն է տուժում։ Ուշադրության առումով, ընկերության առումով Դե բնական է տանը քիչ եմ լինում, չէ՞ որ դրսում եմ շատ լինում։ Այն որ ասում ախ եմ անում տանը լինել։ Դրա համար չի ստացվում ստեղծագործելու պահը։ Տիկին Արմիկ, ես երկար մտածել եմ աշխատող սոցիալական կյանքում ակտիվ կանանց մոտ, այսինքն բալանսը շատ դժվար է ապահովել արտաքին տեսքի, կենցաղային գործերի, հասարակական կյանքում ակտիվության, պարտադիր եւ երեխաների հետ մասով, ինչ որ մի բանը պետք է այս քառանկյան մեջ դուժի, ձեր դեպքում բացի որ ընտանիքում ձեզ պակասն են զգում, այլ որտեղ է որ դուք տեսնում եք որ ավելին է պետք անել։ Ես ապրում եմ այնպես, ինչպես ստացվում է։ Ինչ որ մի բան եթե չի լինում, պատկերացրեք այն արտահայտությունը կա, ասում է, այս Աստված սենց էր ուզում։ Աստված հասցնում է ամեն ինչ ուղղակի այստեղ տղաս է շատ դժում։ Ըմբոստանում է։ Մեկ դեղին քարտ, արդեն հասել է կարմիր քարտ ցույց տալ։ Միայն ինքն է դժում։ Ուշադրության առումով, ընկերության առումով Դե բնական է տանը քիչ եմ լինում, չէ՞ որ դրսում եմ շատ լինում։ Այն որ ասում ախ եմ անում տանը լինել։ Դրա համար չի ստացվում ստեղծագործելու պահը։ Տիկին Արմիկ, ես երկար մտածել եմ աշխատող սոցիալական կյանքում ակտիվ կանանց մոտ, այսինքն բալանսը շատ դժվար է ապահովել արտաքին տեսքի, կենցաղային գործերի, հասարակական կյանքում ակտիվության, պարտադիր եւ երեխաների հետ մասով, ինչ որ մի բանը պետք է այս քառանկյան մեջ դուժի, ձեր դեպքում բացի որ ընտանիքում ձեզ պակասն են զգում, այլ որտեղ է որ դուք տեսնում եք որ ավելին է պետք անել։ Ես ապրում եմ այնպես, ինչպես ստացվում է։ Ինչ որ մի բան եթե չի լինում, պատկերացրեք այն արտահայտությունը կա, ասում է, այս Աստված սենց էր ուզում։ Ուղղակի ինձ մոտ մի փոքր այլ է, նախ որպես քրիստոնյա աշխատում եմ մի քիչ գրագետ լինել, ասենք գիտեմ որ մարդը եւ մարմին է եւ հոգի, չէ որ մենք մարմին այնքան ենք լվացնում, պուպուշ օծանելիքներով, ինչ ենք անում մեր հոգուն, ոչինչ, ոչ կարդում ենք, ոչ աղոթում ենք, մնացած բաները չհաշված, եթե հոգին չկա, մի հատ ուղղակի անհամեստ բան ասեմ, երբ որ մարդը մահանում է, ինչ է տեղի ունենում, ֆիզիկական մարմնից դուրս է գալիս հոգին, եւ առանց հոգու մարմինն ինչ է, հարազատը անգամ չի ընդունում, տանում է, վերջը հողին է հանձնում, հիմա մենք ապրող մարդով սիրտը աշխատում է, ինչ անենք, մենակ վազենք ուտելիքի, թե մտածենք, թե վայ այս մեկը ոնց հագավ, վայ ինչ կահույք է տունը, ինչի համար, եւ վերջապես ճիշտ ապրելու ձև կա, մենք սովորել ենք ապրելաձևի նոր սննդակարգի նոր ձևով մոդայիկ են աշխատում են մոդայիկ ապրել, չհաշված որ անգամ հոգևոր պիտի գնան մկրտվեն, ձևական, պետք է քող գցեն, պսակադրվեն, իսկ դրանից հետո հոգին է ժամանակ են ապրում այդ խոստումի տակ,